Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանությաններից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Նախ ուզում եմ խոսել մի թեմայից՝ լեգիտիմություն խորհրդարանի, որը թեպետ մեր հանրության մեծամասնության, ճնշող մեծամասնության մոտ որևէ կասկած չհարուցելուն, ժամանակ առ ժամանակ մեր ընդդիմության խոսույթում կարմիր թելով անցնում է։ Նախ հարգելի ընդդիմադիր գործընկերներ, 4-րդ շաբաթն է այստեղ ձևավորում ենք կամ գրեթե ձևավորեցինք խորհրդարան, եւ դուք թեպետ սկզբում, հիմա դիմում եմ Հայաստան դաշինքին, չեք ուզում վերցնել ձեզ հասանելիք պաշտոնը, բայց ահա առաջադրեցիք, ինչը մենք ողջունում ենք, ձեր տեխնացուին, մենք էլ ընտրեցինք։ Հիմա ինչ եք ուզում ասել։ Ուզում եք ասել, որ դուք լեգիտիմ եք ընտրվել ձեր ձայներով, դուք ձեր տեխնացուին առաջադրեցիք, մենք էլ ընտրեցինք, բայց այն մենքը, որը լեգիտիմ չէր, լուրջ եք ասում։ Կամ իմ գործընկեր Մարիա Կարապետյանը այստեղ մաքսիմալ հանրամատչելի ներկայացրեց օրենսգրքի, ընտրական օրենսգրքի բանաձևը, որով պիտի որ ակնհայտ դառնար ձեզ համար, որ ԲՀԿ-ն չի հաղթահարել 4%-ի շեմը, ուստի չէր կարող լինել այստեղ։ Բայց սրանցից զատ, այս բոլորից զատ, ես ուզում եմ մեկ այլ ասպեկտի մասին խոսել։ Ուզում եմ խոսել ձեր կողմից այդքան թիրախավորված, նսեմացված 49 ու 74% ձայների մասին, որ մեր քաղաքացիները տվել են մեզ։ Բայց սա, այս 49 ու 74-ը իրականում ահռելի թիվ է, ու գիտեք ինչի է ահռելի, որովհետև երբևէ առաջ Հայաստանում այսպիսի ծավալով ու ուժգնությամբ դրսից միջամտություն չէր եղել որևէ համապետական ընտրության։ Եկեք միասին վերհիշենք ընտրությունները։ Մինչև 18 թվականի ընտրությունների արդյունքները Հայաստանի իշխանությունները սեփական ուժերով, առանց առանձնապես մեծ կողմնակի միջամտության, կեղծում էին ընտրությունները, ունեին լեգիտիմության առումով մեծ խոցելիություն, հետևաբար ինչ կարիք կար միջամտելու ու որևէ բան փոխելու։ Իրանք կառավարելի էին։ Ես չեմ խոսում մի քանի բացառություններից, իհարկե հոկտեմբեր 27 եւ այլն, բայց հիմա չխորանանք դրա մեջ։ 18 թվականի դեկտեմբերի ընտրությունները ամենակիչ ողջամտության դեպքում ակնհայտ էր, որ իմաստ չունի փորձել միջամտել, կես տարի էր անցել հեղափոխությունից։ 21-ի ընտրությունները արդեն շատ ավելի հետաքրքիր էին։ Այստեղ արդյունքը նախ որոշ ուժերի համար ներսից, բայց նաև դրսից ցավալիորեն անսպասելի էր, բայց մյուս կողմից ամեն ինչ ավարտված չէր, կային դեռ խաղաքարտեր, կար դեռ Ղարաբաղի հարցը, հետևաբար ճակատագրական չէր, այլ ուրիշ էր 26 թիվը այս առումով, որովհետև սա արդեն շրջադարձային էր, կար հաստատված խաղաղություն 25 թվականի օգոստոսի 8-ից և չկար Ղարաբաղի հարց, ու ինչ ենք տեսնում, ահռելի ծավալով հարձակում Հայաստանի ուղղությամբ, այլ ինֆորմացիոն առումով, ինչը բոլորիս հայտնի է որպես հիբրիդային պատերազմի գործիք։ Նաև հաշվի առնենք, թե Հայաստանում մեդիան ինչ ծավալով ում է պատկանում, ում հետ է աֆիլիացված։ Հաշվի առնենք այն ֆինանսական ու տնտեսական հզորությունները, որ նախորդ տարիներին կուտակվել էին ապօրինի կերպով ու շարունակում էին գտնվել նույն մարդկանց ձեռքերում։ Տնտեսական ճնշումները, եղածներին գումարած անգամ ավելի մեծ ճնշումների սպառնալիքները, ու կարծես այս ամենը քիչ է, ընտրակաշառքի մի անօրինակ այսբերգ, ինչու այսբերգ, որովհետև դրա ընդամենը վերին ծայրն է, որ այսօր իրավապահների դաշտում է։ Մյուս կողմից, քաղաքացիական պայմանագիրը, որը կառավարող կուսակցություն է արդեն 8 տարուց ավելի, այս 8 տարիները եղել են մեր պատմության համար միմյանց հաջորդող ճգնաժամերի տարիներ, բարդ տարիներ, ճգնաժամերով լի տարիներ։ Ու բացի սրանից նաև հաշվի առնենք, որ իշխանությունը ամեն օր կորցնում է ռեյտինգ։ 8 տարի իշխանություն լինելը կատակ բան չի։ Այս ֆոնին ունենալ 49 ու 74%, սա ահռելի թիվ է, ու նորից եմ ասում, սա խոսում է մեր ժողովրդի պետություն ունենալու անկոտրում կամքի մասին, երբ եք վերջապես հաշտվելու սրա հետ։ Հարգելի դաշնակցականներ, օրինակ։ Ու երբ ասում եք, որ այս խաղաղությունը խաղաղություն չի, բարեկեցությունը բարեկեցություն չի, ընտրությունները գողացված եւ այլն, ձեր բոլոր այս խոսույթները գալիս, բախվում ու փշրվում են այս ահռելի 49 ու 74%-ին։
ու դուք շարունակում եք տորպեդահարել խաղաղության օրակարգը։ Ու որ ավելի վատ է, դա անում եք քողարկված ձևով, փորձում եք այդտեղ էլ մոլորեցնել մեր հասարակությանը, բայց չի հաջողվելու։ Հիմա այստեղ չի ուժեղ Հայաստանը, բայց ինչ են անում։ Գալիս կանգնում են մի օր ճեպազորից են տալիս, ասում են՝ «Թրիփը ճանապարհ է, ոչ թե միջանցք»։ Իրենց մի գործընկերն էլ, որ այստեղ հանձնաժողովի նախագահի տեխնացու էր, տեղյակ չի լինում այս տակտիկական ադապտացիայի մասին, ու գալիս ասում է, չէ, գիտեք, վստահ չեմ, թրիփը ճանապարհ է թե միջանցք, մտավախություններ ունեմ։ Հետո տեսնում եք, որ սա լավ տարածվեց մեդիայում, որոշ բոնուսներ ձեզ բերեց, մի քանի օրից, էլի գալիս եք ու ասում եք՝ «Մի րոպե, այն որ ասեցինք թրիփը ճանապարհ էր ոչ թե միջանցք, դա ասում ենք, որովհետեւ մեզ դրսից էլ են լսում, մեզ այդ խոսույթը պետք է, բայց մի հատ էլ հիշենք, էլի, որ մենք մտավախություններ ունենք»։ Հիմա սրա անունը ի՞նչ դնենք։ Կամ Պետրոս Ղազարյանի նախընտրական հարցազրույցում Նարեկ Կարապետյանը ասում է. «Խաղաղության պայմանագիրը մենք չենք փոխելու, ընդհանրապես ավելացնելու ենք երաշխավորների հատվածը»։ Իսկ ի՞նչ ա գրած խաղաղության պայմանագրում։ Գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմատիի հռչակագրի հիման վրա, որ չունեն ու չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց հանդեպ։ Ու հրաշալի գիտեք, որ Տիգրան Աշենը չի մտնում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մեջ, բայց իմանալով, որ նախընտրական շրջանում իմանալով, որ խաղաղության պայմանագիրը ընդունելի էր հանրության կողմից, ասում եք չենք փոխելու։ Իսկ այսօր երեք այստեղ վարչապետին հարց է ուղղում Նարեկ Կարապետյանը ու ասում. «Սիրելի Տիգրան Աշենցիներ, եկեք միասին պաշտպանենք ձեր տները, քաղաքացիական պայմանագիրը հանձնում է»։ Հիմա սա ի՞նչ է։ Ինչ անվանենք։ Կամ ձեզնից, ով էր ձեր падգամավորներից, հարգելի Հայաստան դաշինք, այստեղ բաներ արել, կպել էր ու չէր պոկվում Իրանի մտահոգություններից։ Բացատրում ենք, ասում ենք, որ մեր գործընկեր Իրանի հետ մենք մշտական կապի մեջ ենք, բոլոր հարցերին պատասխանում ենք, նաև թրիփ նախագծից ուղղակիորեն առանձին, բայց թրիփի արդյունքում ստեղծվելու է Պարսից ծով, Սև ծով երկաթուղային կապը։ Արձագանքի ժամանակ էլի շարունակում եք ինչ-որ մտածածին պաշտոնյայի անուն եք տալիս, այսինքն մտածածին մեջբերում եք անում ինչ-որ զինվորականից Իրանի։ Սա ում շահերն է սպասարկում, հարգելի գործընկերներ։ Կամ այստեղ Արեգա Հովսեփյանը ասում է՝ կախվածությունը մեկ կենտրոնից հղի է ռիսկերով, դու միշտ պիտի ունենաս դիվերսիֆիկացիա, առավել եւս տնտեսական, ու նույն ուժի ներկայացուցիչները, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտահանումը, փորձում է այլընտրանք գտնել Վերին Լարսին, այդ թվում ԵՄ օգնությամբ, ու բախվում է Ռուսաստանի կողմից ձեր իսկ խոսքերով քաղաքական դրդապատճառներով ներկրման արգելքին, դուք սրա համար Հայաստանին եք մեղադրում։ Սրա նորմալը որն է, որտեղ եք ստեղ տեսնում Հայաստանի շահի սպասարկում։ Հապկի համար էլ չասեմ, որովհետև երկու անգամ հարցրել եմ այստեղ էլի ձեր տեխնացուներին, հստակ պատասխան չի եղել։ Ու փոխանակ գաք այստեղ։ Ուղիղ ասեք, որ ՀԱՊԿ չի կատարել Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները, երեք էլի հարց է հնչում ուժեղ Հայաստանի մի падգամավորի կողմից, չեմ հիշում ում կողմից, վարչապետին ասում է 21-26 թվականների ձեր ծրագրում ՀԱՊԿ կար, հիմա չկա, ՆԱՏՕ եք գնում։ Սենց եք դուք տեսնում Հայաստանի շահի սպասարկումը, հարգելի գործընկերներ։ Ինչևէ, մեր պետությանը, սիրելի քաղաքացիներ, օդ ու ջրի պես անհրաժեշտ են, իրապես քաղաքական, իրապես հայաստանացին, ոչ դրսածին օրակարգեր սպասարկող քաղաքական ուժերը միավորներ։ Ու այս առումով գնդակը նորից մեր դաշտում է, մենք ենք ձեր քվեով ոչտված կառավարող ուժը, ու ձեր իսկ պահանջով պարտավոր ենք լինելու շարունակել տարբեր ժամանակահատվածներում դանդաղ ընթացած բարեփոխումները, որ հաջորդ ընտրություններին չունենանք նորից իրավիճակ, երբ փոխանակ ներսում կուսակցությունների միջև պայքարի ունենանք բառացիորեն ինքնիշխանության համար մակարում։ Դեպետ բոլոր դեպքերում վստահ եմ, որ ինչպես 18-ին, 21-ին, 26-ին մեր ժողովուրդը, որը իր ինքնիշխանության ու ժողովրդավարության համն առել է, այլևս չի ցանկանալու վերադառնալ ենթակայության ու ժողովրդավարական հետընթացի։ Մեծարգո վարչապետ, ձեր առաջնորդությամբ կառավարությանը, ձեզ ու մեզ կամք ու իմաստնություն ձգտելու լինել առավելագույնս մոտ նրան, ինչին արժանի է մեր ժողովուրդը ու մեր պետությունը։ Շնորհակալ եմ։